Ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը որոշեց, որ թանկացնի ակցիզային հարկը։ Արդյունքում ծխախոտը, ալկոհոլը եւ վառելիքը թանկանում են, սպասելի էր։ Այո, էլի է թանկանալու։ Ու սպասում էինք դա։ Որովհետև ծախս էր արին, խաբեցին եւ այլը, հետո անցան բնական սպասարկման թանկացումներն է բնական պետք է լինեն։ Անխուսափելի է դա։ Էլի ոնց են կապրելու, կեսը գնացել է Հայաստանի, կեսն է պետք է գնա։ Այս ժողովուրդը ձեզ ինչ արի, հարգելի իշխանություն։ Արա հենց արեք ձեզ էլ լավեղն է, ժողովրդուն էլ լավեղն է, էլի։ Մենք այս հողի վից ես ենքոմ չեմ գնալու։ Ես այս իմ հայոց հողի վից ենքոմ չեմ գնալու։ Ուզմա թուրքը գա, ով ուզմա գա, ես կպայքարեմ իմ պայքարը։ Բայց ենքոմ չեմ գնալու։ Ինչքան ուզում է իրանք վատ թարասնեն, ընտրությունը անցավ, ակցիզային հարկը եղի բարձացավ, կարաս ասես։ Այ ընտրություններից անմիջապես հետո ակցիզային հարկը թանկացավ եւ դրանով Գիտեմ, ակցիզային հարկը դա ձև է, դա էս պետական պարտքեր են բոլորը, ուշ թե շուտ, ժողովրդի մարմնից պետք է հանի ինքը այդքան հարկեր հասկացան, կամ սիգարետները որքան թանկացնում է հիմարավայր։ Շիբուխը խիար թանկացնում, չէ որ մարդիկ ծխում են դարդից։ Գոնե մի տեսակ, երկու տեսակ, այժմ սիգարետ պետք է լինի, որ մարդը պետք է ծխի, դու ուզում ես 2000 դրամ շինի մի տուփը, մարդը դարդից է ծխում, մարդը ինչի՞ց է ալկոհոլիկ դառնում, էլի ադբեդի, էլի դարդից կամ նեղությունից կամ վատ սպասելի է։ Ես գիտեի դրա ուշ թե շուտ նա օրը գալու է, որ ասենք համաշխարհային բանկը կամ Երազույսկի բանկերը ասելու նախբեր ջանք, դու մենք քեզ տվել ենք այսքան տարով, այսքան տոկոսով բան։ Ինքը գիտես ինձ դեպի կոպիտ բիզնես ան։ 2% համաշխարհային բանկից 1% վերցնում է, ժողովրդի վզին դրան 16-20%։ Բայց օթից փողը աշխատում, այդ միլիոնները, բացի այդ իրանց թափված ծախսերը, որ ոնց ուզում են գնում են, ոնց ուզում են ապրում են, ինչ ուզում են անում են, դա այդպես ետ չի երկարի, բայց մարդիկ պրոստը մեղք են, ժողովուրդը հոգնել է, զզվել է ավելի ճիշտ։ Ինչ է ստացվում, այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, շատ ավելի մեծ մասշտաբներով ինքն է անում, նկատի ունեմ ընտրությունների կեղծում, բռնաճնշումներ եւ այլն։ Այնքան է նա կեղծել է, որ դեր վերջնական հարցակները չարավ, ոնց է իրան համարում, որ ընտրվել է։ Լավ։ Դե հեմի ասելով չի, դա պետք է ասենք։ Մարդը այնքան ասում, մինչև անցնի իշխանության։ Որ անցավ իշխանության արդեն ոչ օրենք է գործում, ոչ բան։ Այն ինչ անում էր, ասում էր Փաշինյանը, որ պետք է մենք դրան դեմ Փաշինյանը ոչ մի ձև չեմ հավատում։ 18 թվին ես էլ եմ խաբվել, հավատացել եմ իրան, ու ասել եմ երկիրից երկիր է դառնում։ Հիմա ինչ է, փաստորեն 18 թվից այս կողմ իրանց թե Նաման Փաշինյանը ու իրանց այդ ամբողջ խմբակցության մի հատ խոսույթը նայեք էլի։ Մի բան կա, որ ճիշտ են ասել։ Այսօր առավոտ ասացը ցերեկա փոխում են իրիկունը 180% ուրիշ բան են ասում։ Հիմա ես ոնց իրանց հավատեմ։ Բայց լավ ուրիշ հարց եմ տալու, այդ երկու ընտրատարածքը, որ անվավերին արի, ու իրան ձայները չեն բաշխում։ Ինձ հետաքրքիր չի, ԲՀԿ-ն կմտնի, չի մտնի, ինձ դա вообще հետաքրքիր չի։ Ուրիշ հարց է հետաքրքիր։ Այդ հազարավոր մարդկանց ձայնի իրավունքը ով է վերականգնելու։ Ինչի իրանք զրկվեցին, որ հոդվածով։ Կարա պատասխան տա մեր այդ ԿՀ-ի նախագահը։ Կարող է նույն բաները չէ, բայց մի քիչ ավելի ուրիշ ծավալ, ինչ տարբեր, ինձ համար տարբերություն չկա անունը Փաշինյանա, թե Քոչարյան, թե ով, եթե խախտում կա մարդու, թեկուզ ասենք օրենքի տառը պահել են սենց ասած, որովհետև օրենքը ամբողջով ինչի բան արած։ Նախ օրենքները պետք է ասենք ում ընդունած օրենքներն է մինչև հիմա, երկրորդն էլ եթե այդ իրավունքը կա, որ պարզավոր ասել են, որ բավականին քվեաթերթիկներ բան ա եղել, պետք է վերաքվեարկություն ունեն, պետք է լիներ, դա մի հոգու որոշելի չի, ոչ բանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինքը ով է, ինքը մեր ծառան է, որ օրենքը պահի։ Նույնն էլ Փաշինյանն է, էլի մեր ծառան է, ուղղակի մեր ժողովուրդը դա մի քիչ
սխալ է հասկանում, իրանք թագավոր են ընտրում, մեր թագավորն է ու վերջացավ, դրա համար էլ այսօր ունենք, բայց եթե ընտրեին որպես ծառայություն մատուցող, սենց չէին գնում, ով էլ եմ ասում, ինձ համար կապ չունի, Սամվելն է, թե Պողոսն է, թե Պետրոսն է, այսօր ինչ չէին գնում, բայց քանի դեռ սենց ալ, լա սենց երկար գնում